Քրիստոնյան այն մարդն է, ով հավատում է եռամի Աստծուն, այն Աստծուն, որ ես ճանաչում եմ ու հավատում եմ, չհավատալ չի կարելի կամ անհնար է։ Մեր խնդիրը ժամանակակից աշխարհում հավատքի պակասը չի կամ հավատքի բացակայությունը չի, այլ ճշմարիտ հավատքի պակասն ու բացակայությունն է։ Եթե մենք սպասում ենք Քրիստոսին այդ փոթորիկի մեջ, ուրեմն ինչից ենք վախենում։ Եվ միայն քրիստոնեությունն էր, որ եկավ ու ասեց, ոչ, մենք իրական աշխարհում ենք ապրում։ Հատուկ ընտրված ժողովուրդ կար, բոլորն են ընտրված ժողովուրդ, ովքեր հավատացին։ Մարդ ու Աստված հարաբերությունների մեջ, եթե մենք չենք խոսում սիրո մասին, նշանակում է, որ մենք ասում ենք, որ Աստված ինչ-որ մի բանի կարիք ունի։ Մարդու հոգևոր կյանքի փուլերից ամենաերկար տևողը Աստծուն բանտարկել ցանկանալու փուլն է։ Բարև ձեզ։ Ինչ դեր ունի հավատը ժամանակակից աշխարհում։ Այսօր այս հարցը քննարկելու ենք Նոր հայացք հաղորդաշարի տաղավարում Տեր Տիգրան Քահանա Պատիրյանի հետ։ Տեր հեր, ժամանակակից աշխարհ, տեխնոլոգիաների զարգացում, արագ ռիթմ եւ հավատ։ Կան մարդիկ, որ նշում են, որ այս ամենը իրար հակասում են։ Ուզում եմ հասկանալ, ինչ դեր ունի ժամանակակից մարդու համար հավատը եւ ինչ դեր պետք է ունենա։ Ուրեմն հարցին պատասխանելու համար մենք նախ եւ առաջ պետք է սահմանենք հավատ հասկացողությունը, թե ինչ է նշանակում հավատք, որովհետեւ միևնույն բառը ասելով մարդկանց գերակշիռ մասը տարբեր ընկալումներ ունի։ Թե ինչին ենք մենք հավատում ու ինչ է հավատքը, մենք ձևակերպել ենք Նիկեա Պոլսական հանգանակում, Պողոս Առաքյալի Եբրայեցիներին ուղղված խտում, եւ եթե ամփոփելով, ասենք, քրիստոնյան այն մարդն է, ով հավատում է եռամի Աստծուն, Սուրբ Երրորդությանը, հավատում է մարմնացյալ Քրիստոսին, երկրորդ անձի մարմնացմանը, ով իր սիրուց ելնելով, բացարձակ իր ազատ կամքով խաչվեց, զոհեց իրան հանուն մարդկանց։ Ինչ է կարևոր այս արձանագրումը, որովհետև շատ մարդիկ, այն հիմնականում մարդիկ, ովքեր ասում են, որ տեխնոլոգիաները եւ հավատքը անհամատեղելի են, ունեն հավատքի սեփական պատկերացումը, սեփական ընկալումը։ Եվ այստեղ մի հետաքրքիր պատմություն կա, դեռևս 19-րդ դարի, երբ որ մի գնացքի մի սրահում գնում են աթեիստը, հոգևորականը եւ ինժեները։ Եվ երբ որ տեսնում են հոգևորականին, աթեիստը ասում է, իսկ գիտեք, ես Աստծուն չեմ հավատում, եւ հոգևորականը ասում է, այո, ես էլ չեմ հավատում Աստծուն։ Ինժեները զարմանում են, ասում են, լսի, ասում է, դու ապրում ես նրա համար, որ գոնե ձև տաս, որ հավատում ես Աստծուն, ոնց է սենց մեզ բացահայտ ասում, այո, այն Աստծուն, ում չեք հավատում դուք, չեմ հավատում նաեւ ես։ Իսկ այն Աստծուն, որ ես ճանաչում եմ ու հավատում եմ, չհավատալ չի կարելի կամ անհնար է։ Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում ընդհանրապես հավատք, որովհետև երբ որ մենք չենք հստակեցնում, որտեվ մեր խնդիրը ժամանակակից աշխարհում հավատքի պակասը չի կամ հավատքի բացակայությունը չի, այլ ճշմարիտ հավատքի պակասն ու բացակայությունն է, որտեվ ամեն մեկը ինչ որ մի բանի հավատում է, մարդիկ կան հավատում են տարբեր աստղագուշակների, մարդիկ կան հավատում են տարբեր հոգեբանների, քոուչների տարբեր, չգիտեմ, տարբեր սինթեզված կրոնների են հավատում, եւ խնդիրը բնավ հավատը չի։ Մեր եկեղեցում էլ ու եկեղեցուց դուրս էլ կան մարդիկ, որ հավատում են ասենց գավազանը ձեռքը պատժող Աստծո, բայց ամեն ինչը ճգնաժամը առաջանում է այն ժամանակ, երբ որ մարդիկ շեղվում են այս երեք կարևոր կետերից հավատքի՝ Սուրբ Երրորդության, Աստծո մարմնացման եւ Աստծո բացարձակ ազատության ու բացարձակ սիրո։ Այս հավատքի խնդիրը մենք ունենք եւ ճգնաժամը սկսում է այնտեղ, որտեղ այս հավատքը սկսում է նվազել, սկսում է այլայլվել, այլակերպել ու աղավաղվել եւ մենք ունենում ենք հոգևոր նիհիլիզմ, հոգևոր բացակայություն մեր կյանքում։ Իսկ հավատքի առումով զուտ, ինչ որ եթե Պողոս Առաքյալի մեկնաբանությունով ասենք, չտեսնված բաների հանդեպ վստահություն, դրա խնդիրը ընդհանրապես աշխարհը չունի, հակառակը, շատ բաների են հավատում, որովհետև քրիստոնյա լինելը
հավատքից բացի նաև շատ բաներին չհավատալու մեջ է, հա, եւ վերջի վերջո եկեք չմոռանանք, որ հռոմեական կայսրությունում եւ առհասարակ միջև խորհրդային միությունը քրիստոնեական գրեթե բոլոր հալածանքները ոչ թե իրենց հավատքի մասին էին կամ համար են, այլ չհավատալու համար էին, որովհետեւ քրիստոնյաները չէին հավատում, որ օրինակ կայսրը կիսաստված է, հա, եւ դրա համար նրանց հալածում էին, որովհետեւ պատկերացնում եք հռոմեական կայսրությունը, որտեղ կան տարբեր ազգեր, մշակույթներ, ընկալումներ, տարբեր պանթեոններ, դիցերի եւ հանկարծ գալիս է մի մարդկանց խումբ, ովքեր ասում են մենք չենք հավատում։ Եվ հрьяաներից ինչով էին տարբերվում, որ հрьяաները ունեին իրենց Աստծուն, ով տեղավորվում էր իրենց պանթեոնի մեջ, եւ քրիստոնյաները գալիս են ասելու, որ ուրիշ ոչ մի Աստված չկա, մի Աստվածն է, Սուրբ Երրորդությունը, ու ոչ մենք ոչ պաշտում ենք կայսրին, ոչ նրան, եւ դրա համար քրիստոնյաներին աթեիզմի մեջ էին մեղադրում, ինչպես Սոկրատին էին մեղադրում, ինչպես Պլատոնին էին մեղադրում, այսինքն հիմա էլ տեսեք մեր ճգնաժամի ամենամեծ խնդիրն է մի արտահայտություն, որ սկսել է 90-ական թվականներից կամ մի քիչ ավելի վաղ 80-ական հետխորհրդային երկրներում, որ ասում են բոլոր կրոնները նույն Աստծո մասին են։ Ուրեմն սա հոգևոր ճգնաժամի վառ արտահայտությունն է, որովհետև որ մենք ասում ենք բոլոր կրոնները նույն բանի մասին է, նշանակում է, որ մենք ցույց ենք տալիս, որ մենք նախ տեղյակ չենք այդ կրոններից, թե ինչի մասին են իրենք խոսում, եւ երկրորդն էլ մենք կողմնակից ենք այնպիսի կրոնի, որը չունի որևէ պատասխանատվություն, որտեվ բուդդիզմի, քրիստոնեության, հինդուիզմի քրիստոնեության, իսլամի քրիստոնեության, հուդայականության ու քրիստոնեության մեջ ամենակարևոր հարցերում տարբերություններ կան։ Եվ երբ որ մարդիկ ասում են հավատքը նույնն է, ծեսերն են տարբեր, ես կասեմ հակառակը։ Ծեսերը շատ նման են, հավատքն է տարբեր, հա, որովհետև փյունիկեցիների օրինակ ծեսերի մեջ ու հրեական զոհաբերությունների մեջ ահռելի նմանություններ կան իրար հետ, բայց հավատքը, բովանդակությունը լրիվ տարբեր է իրարից։ Եվ այս հավատքին որևէ տեխնոլոգիա չի կարող խանգարել, հա, որևէ գործիք չի կարող խանգարել։ Այդ տեխնոլոգիաներն ու գործիքները կարող են խանգարել մեր կռապաշտությանը։ Այսինքն, որ մենք ստեղծում ենք մի հատ Աստծո պատկեր, մտածում ենք, որ Աստված մեր հետ հարաբերվում է այս ձևով, այո, աշխարհի փոփոխությունները, չգիտեմ, գյուղապետի ընտրությունը անգամ կարող խանգարել այս հավատքին, բայց եթե մենք հավատում ենք Սուրբ Երրորդությանը, մարմնացյալ Հիսուս Քրիստոսին, որ մեզ քավեց իր արյունով բացարձակ ազատ կերպով, առանց որևէ բանից ստիպվելու եւ բացարձակ սիրով ու անսահման սիրով, ես չեմ կարող գտնել գեթ-մի տեխնոլոգիա, գեթ-մի իրականություն, որը կարող է խոչընդոտել այս հավատքին։ Անկամ արհեստական բանականությունը, եթե սկսի գործել մարդկանց փոխարեն, հա, ես չեմ կարող գտնել որևէ տեխնոլոգիա։ Ուրեմն տեխնոլոգիան այո, խանգարում է շատ կռապաշտությանը, կամ շատ սուրճ ասելու համար, ասեմ, մեր ստեղծած Աստծո հավատքին խանգարում է, բայց ճշմարիտ Աստծո հետ մեր հարաբերությունների մեջ բնականաբար ոչ մի դեր չի կարող ունենալ։ Իհարկե, շատ մարդիկ իրենց հավատքը կյանքի վերածելու համար ստեղծում են հողմաղացներ, որոնց դեմ պիտի պայքարեն, հա, դրանք էին ժամանակին սոցիալական քարտերը, շտրիխ-կոդները, հետո դրանք պատվաստումներն էին նոր, հա, ժամանակում կորոնավիրուսի պատվաստումը, հիմա էլ չիպավորումն է, հա, որ ասում են չիպավորելու են մարդկանց եւ հայտնության գրքից շատ սիրելի մեջբերումներ են անընդհատ անում, ցույց տալու համար, որ ահա հավատքը եկավ, բայց մենք այստեղ տեսնում ենք հստակ ճգնաժամը։ Ինչի՞, որովհետեւ վաղ եկեղեցում, եթե քրիստոնյաները լսում կամ մտածում էին, որ եկել են վերջի ժամանակները, ուրախանում էին,
Վաղ եկեղեցում ամենատարածված աղոթքներից, մենք առաջի դարից Փառք Աստծո պահպանված հիմներ ունենք, աղոթքներ ունենք, Մարանաթաներ, արի Տեր։ Մենք սպասում էինք Հիսուս Քրիստոսին, եկեղեցին հարցն էր, որ սպասում էր Փեսային։ Իսկ հիմա մենք ապրում ենք մի ժամանակում, որտեղ եկեղեցին կամ հավատացյալները չեն սպասում Փեսային։ Ու երբ որ փողն է, հիմա եթե վերածենք մեր իրականության մեջ, միշտ հարսանիքների ժամանակ, չէ, ձայնային մեքենաների ձայնային ազդանշաններով գնում են օրինակ հարսի տուն։ Պատկերացրեք հարսը եւ հարսի բարեկամները լսելով այդ ազդանշանները սկսեին լացել, հեծեցել, ասել վայ եկան, ինչի եկան իրանք։ Այն հարսը, որ չի սպասում Փեսային, դե հարսի բարոյականության մասին կարելի է արդեն եզրակացություն անել, թե ինքը չի սպասում Փեսային։ Ուրեմն հիմա մենք փորձում են մատուցել եկեղեցու հավատքը այս ընկալման մեջ, երբ որ ասում են, որ այսա խանգարում է մեր հավատը, մեզ այլասերում է, ուրիշ բաների է տանում մեզ։ Մենք պետք է ուրախանանք դրա համար։ Քրիստոս գալիս է, չէ՞։ Մենք գիտենք, որ պետք է հակա Քրիստոսը գա 3 տարի մոտարապես իշխի, որ գա Քրիստոս։ Բայց եթե պիտի գա ու մենք 3 տարի ընդհանրապես դիմանանք դրան, Քրիստոսի հետ ապրելը, պետք է ուրախանանք դրա համար։ Ուրեմն, եթե մտածում են, որ չիպերը, պատվաստումները ու շտրիխ կոդները դրանք հակա Քրիստոսի գալու նշանն են, ամենա շատ ուզողը այդ ամեն ինչը պետք է լինեն հենց այն քրիստոնյաները, ովքեր ուզում են, որ Հիսուս Քրիստոս գա։ Եվ ճգնաժամը հենց կայանում է սրանում նաև, որ մենք սպասող հարսից դարձել ենք փնթփնթան կիսուր, հա, մեր ընկալումների մեջ, մեր ապրումների մեջ, եւ մենք անընդհատ փորձում ենք վախ ներշնչել ամեն ինչի նկատմամբ, բայց երբ որ փոթորիկի մեջ առաքյալները չգիտեին ինչ անեին, Հիսուս Քրիստոսի ուրվագիծը տեսան ու Տերը ասեց՝ մի վախեցեք, ես եմ։ Եթե մենք սպասում ենք Քրիստոսին այդ փոթորիկի մեջ, ուրեմն ինչից ենք վախենում։ Եվ սա էլի ճգնաժամի ցուցիչներից մեկն է։ Դեր հայր կա կարծիք, որ այսօրվա մարդուն հավատքը այլևս անհրաժեշտ չէ։ Այս զարգացման հետ մեկտեղ։ Ինչ դեր ունի մեր կյանքում հավատքը։ Մի շատ պարզ, ստուգելի տեխնոլոգիա ու տեխնիկա կա։ Վերցրեք յուրաքանչյուր պնդում, յուրաքանչյուր, որ ոլորտից ուզում եք, գիտական, ֆիզիկայից, մաթեմատիկայից, երկրաչափությունից, լեզվաբանությունից, որ ոլորտից ուզում եք, վերցրեք ու սկսեք ուսումնասիրել այս դրույթը։ Դուք ամենաշատը 10 օղում հետո կհանդիպեք հավատքին, կհանդիպեք մի թեզի, որը չի ապացուցվում, որը հիմնված է հավատքի վրա։ Ամենակարճ ու ամենաակնհայտ բանը ասեմ, մարդկանց գիտական զարգացումը ընդհանրապես հիմնված է օրինակ տիեզերքի տարբեր մարմինների դասավորվածության վրա, չէ՞։ Մենք ասում ենք, որ արևի շուրջ են պտտվում մոլորակները, կա գալակտիկա եւ այլն եւ այլն։ Կա որևէ գիտական փաստ կամ ապացույց, որ հաջորդ վայրկյանին շարունակելու է այդպես լինել։ Որևէ բան չկա, որևէ ապացույց չկա։ Մենք ասում ենք դա, որովհետեւ միջև հիմա այդպես է եղել, հա, եւ այս օրինակը ես սիրում եմ բերել, մինչև որ ֆերմերը իր հավին չի մորթում, հավը որևէ պատճառ չունի չվստահելու այդ մարդուն, որտեվ ամեն օր բացում է դուռը, իրան կեր է տալիս, չէ՞, մի օր բացում է դուռը, կեր չի տալիս, մորթում է։ Հիմա նույն ձևով, եթե նախկինում այդ ամեն ինչը եղել է, դա չի նշանակում, չէ՞, գիտական հիմք չի, որ մենք մտածենք, որ հաջորդ պահին էլ դա այդպես է լինելու։ Ուրեմն մենք անկախ մեր կրոնական պատկանելությունից մենք ապրում ենք այս հավատի մեջ, հա, այսինքն բոլոր հիմնական թեզիսները գիտական, դրանք հիմնված են պարզ հավատքի վրա, պարզ։ Եվ մի կարևոր բան էլ կա, գիտությունը ինչ է զարգացավ արևմտյան աշխարհում, քրիստոնեական միջավայրում, եւ ինչու վերջի 200 տարիներին մանավանդ, հա, շատ արագ թափով զարգացավ, որովհետեւ այն գիտակցությունը, որ այն աշխարհը, որը մենք ապրում ենք, իրական է, դա բերեց քրիստոնեությունը։ Բուդդիզմը, բազմաստվածությունը չունեն այդ գաղափարները։
չունեն գաղափար, որ մենք ապրում ենք իրական աշխարհում։ Եթե հինդուիզմի ամենահայտնի վեդաները կարդաք, հինդուիզմը ընդհանրապես գնահատել է կրոնական գրականությամբ շատ բարդ է, բայց ամեն դեպքում ընդունված, հա, վեդաները եթե կարդաք, աշխարհը բրահմանի քունն է։ Նույն ձևի բուդդիզմը, մենք ապրում ենք իլյուզիայի մեջ բոլորս։ Նույն ձև հեթանոսությունը, մենք գլխավոր Աստվածը քնել է, դրա համար մենք կարողանում ենք ապրել։ Իլյուզիա ամեն ինչ, իրականություն չկա այստեղ։ Եվ միայն քրիստոնեությունն էր, որ եկավ ու ասեց, ոչ, մենք իրական աշխարհում ենք ապրում։ Այստեղ ապրում ենք իրական աշխարհում, որը կարելի է նաև ուսումնասիրել, հա, որովհետև եթե հողը սուրբ է, դու այդ հողը չես կարող ուսումնասիրել, չէ՞, ոնց որ տեսեք, մենք հիմա ոչ մի մարդու մտքով հավատացյալ չի անցնի հաղորդությունը տանել եւ ենթարկել լաբորատոր քննության, որտեղ ինքը սրբություն է։ Նույն ձևի զրադաշտականի, հինդուիստի, բուդդիստի ուղեղում չի տեղավորվում քննել սրբությունը, բայց քանի որ քրիստոնեությունը ինքը շատ կարևոր բան արեց, ինքը կտրեց այդ ամեն ինչը սրբացնելու խնդիրը եւ միևնույն ժամանակ ցույց տվեց մարդուն հնարավորություն ազատ կամքով ընտրել, հա, ինչն է իր համար սուրբ։ Տեսեք, կան բոլոր կրոններում կան հատուկ տոնորեր, չէ՞, կան հատուկ օրեր, որտեղ մարդը ուրիշ բան պիտի անի, քրիստոնեությունը ասեց քո յուրաքանչյուր օրը քո փրկության համար է, յուրաքանչյուր օրը։ Մարդը ոչ թե պիտի շաբաթին ծառայի, այլ շաբաթը պիտի մարդուն ծառայի։ Հատուկ ընտրված ժողովուրդ կար, բոլորն են ընտրված ժողովուրդ, ովքեր հավատացին։ Հատուկ ազգ կար, որ պիտի քահանայություն անի, բոլորը կարան քահանայություն անեն, ովքեր կուզեն այդ ամեն ինչը անելու։ Այսինքն այս պրոֆանացիան, հա, պրոֆեսիոնալ հավատացյալների դասը մերժելու, այսպես ասած, այս գործընթացը թույլ տվեց ընդհանրապես քննել այս աշխարհը, իր օրենքները, եւ դրա համար մենք ունեցանք ավելի վաղ Լեոնարդո դա Վինչի, տարբեր գիտնականներ, ընդհուպ մինչև Նիկոլո Տեսլա, Մարիա Կյուրի, չգիտեմ, Ադամյան, Վիկտոր Համբարձումյան եւ այլն շատ մարդիկ, ովքեր նայեցին այս աշխարհին որպես իրականություն եւ ոչ որպես սրբություն, հա, նայեցին որպես գործիք մեր փրկության համար առարկությանը, ինչը որ մեզ պետք էր, բայց միևնույն ժամանակ հիմնվելով հավատի վրա։ Սա փաստորեն եւս մեկ ապացույց է, որ զարգացումը եւ քրիստոնեությունը չեն կարող հակասել իրար։ Ուղղակի գիտեք, մենք էլի պետք է փորձենք տերմինները, որ մենք օգտագործում ենք, հստակեցնել։ Այն քրիստոնեությունը, որը քարոզում է հայ առաքելական եկեղեցին եւ որը հավատում է հայ առաքելական եկեղեցին, իհարկե ոչ, բայց այն քրիստոնեությունը, որը պատկերացնում են մարդկանց մեծամասնությունը, ես այդ հարցում չեմ կարող համարձակություն չունեմ ասելու, որ չեն կարող հակասել, որտեվ եթե օրինակ մարդկանց համար հոգևորականի սոցիալական կայքերից օգտվելը դա կանոնական խախտում է համարվում իրենց ընկալման մեջ, հա, կամ չգիտեմ, սպորտային կոշիկ հագնելը, օրինակ, այո, զարգացումը ու այդ քրիստոնեությունը անհամատեղելի են իրար հետ։ Եվ զարգացումն էլ մենք պետք է հասկանանք ինչ է, եթե մարդկությունը ստեղծում է գործիքներ ավելի, որոնք հեշտացնում են մարդու կենցաղը, հա, եւ չեն զրկում մարդուն ազատ ընտրությունից, սա մենք միանշանակ համարում ենք զարգացում։ Եթե մենք ստեղծում ենք գործիքներ, որոնք մարդու ազատ կամքը ավելի ու ավելի քչացնում են, այսինքն մարդը շատ քիչ բան է ունենում ընտրության, մենք սա համարում ենք հետդարձ, ոչ թե զարգացում, որովհետեւ վերջի վերջո ստրուկը եւ ազատ մարդը ինչով են իրանից տարբերվում, որ ստրուկը չէր կարող ընտրել ինչ ուտել, ինչ հագնել, ուր գնալ, ինչպես խոսել, ազատ մարդը կարող էր։ Հիմա ժամանակակից աշխարհում շատերը այդ գործիքները, հա, սոցիալական ցանցերի գործիքները, տարբեր գործիքներ օգտագործում են մարդկանց ազատ կամքը սահմանափակելու համար, թելադրելու, հագնելու ոչ, կոնկրետ հագուստ, թելադրելու ուտելիք, թելադրելու լոկացիաներ տարբեր, եւ սա իհարկե զարգացում անվանելը դժվար է։ Ուրեմն երկու մասով էլ մենք պետք է հստակեցնենք, թե ինչ ենք մենք ասում զարգացման տակ։ Եթե բժշկական
հայտնագործություններ կան, որոնք թույլ են տալիս մարդու կյանքը երկարաձգել եւ մարդուն ապաշխարության ավելի երկար ժամանակ տալ։ Իհարկե, քրիստոնեությունը կողմ է սրան եւ հավատքին, որովհետեւ չի կարող, խանգարել։ Բայց եթե միևնույն ժամանակ մարդուն համոզում են օրինակ, որ ունենալ այս կոնկրետ գadget-ը, նշանակում է, որ դու լավ մարդ ես, այդ գործիքը նման ձևով կիրառելը քրիստոնեությանը հակասում է։ Քրիստոնեության փրկաբանությանը, քրիստոնեության իրական ընկալմանը, բովանդակային մոտեցումներին, ոչ ձևական արտահայտմանը։ Դեր այդ հավատքի բացակայությունը ուր կարող է հասցնել մարդուն։ Հավատքի, այն հավատքի, որի մասին ես խոսեցի, Սուրբ Երրորդության հանդեպ հավատքի, Աստծո մարմնացման հանդեպ հավատքի եւ Աստծո ազատ կամքով եւ իր սիրով մեր փրկության հավատքի բացակայությունը մարդուն սահմանափակում է իր մարմնի մեջ։ Մարդը դառնում է մտածող կենդանի, ընդհանրապես Homo sapiens, ինչպես մեզ համոզում են, որ մենք Homo sapiens ենք, ոչ թե Աստծո պատկերն ու նմանությունը կրող էակներ, եւ մարդու զրկում է լիության զգացումը ու ապրումը։ Լիության ապրումը ուրախությունից, հաճույքից եւ անգամ երջանկությունից տարբերվում է նրանով, որ դու այլևս ինքնաբավ ես ու ամբողջական ես եւ Աստծո մարմնացման Հիսուս Քրիստոսի մարմնով շրջելու ամենակարևոր մեխը այն սրանում էր, որ ընդհանրապես մեղքը ոչ միայն ինքը ինչ որ մի բան անել կամ չանելու մեջ է, այլես թերիության մեջ է, եւ Հիսուս Քրիստոս լիություն ուներ իր մեջ, ամբողջական լիություն ուներ իր մեջ, եւ մարդու աստվածանալ այս լիության ձգտումն էր, դրա համար գիտեք, որ մենք ժամանակակից մեր աշխարհում, ինչպես որ Սուրբ Գիրքը մեզ հուշում է եւ նախազգուշացնում է, շատ մեսիաներ ունենք, որ ինչքան մարդ է, ես ինչքա գիտեմ, ամեն օր 2-3 հոգի ամենակիչը աշխարհի տարբեր ծայրերում հայտարարում են, որ իրանք Հիսուս Քրիստոսն են, բայց ամենամեծ տարբերությունը որն է, որ այդ մարդիկ չունեն այդ լիությունը եւ միայն դա կարող է տալ հավատքը, բայց իմ ասած հավատքը, այսինքն մնացած բոլոր իր արտահայտություններում հավատքը արտահայտելու ձևի մեջ այս լիությունը չեն կարող ունենալ, հավատքի բովանդակության մեջ կարող ենք այս լիությունը ունենալ եւ երբ որ մենք ասում ենք, որ մարդը պիտի նման լինի Աստծուն, մենք խոսում ենք այ մարմնացյալ Աստծո մասին, Հիսուս Քրիստոսի մասին, ոչ թե ֆիլմերի կերպարի մասին, ռեժիսորի պատկերացման նա պիտի նման լինի մարդը կամ ինչ որ սրբանկարիչի, այլ ճշմարիտ Աստծուն պիտի նման լինի եւ դրա համար մենք ասում ենք, որ մարդուն պետք է կարողանա մարդը սիրել, որպեսզի Աստծուն նման լինի, որտեղ եթե դու մարդուն չես սիրում, դու Աստծուն նման ուղղակի չես կարող լինել։ Այո, չգիտեմ, Հոլիվուդի Մել Գիբսոնի նկարած Հիսուսին կարող է նման լինես, բայց ավետարանական Աստծուն, ճշմարիտ Աստծուն, ով խաչվեց մեզ համար, առանց մարդկանց սիրելու նման լինել ուղղակի չես կարող։ Փաստորեն էլի խոսում ենք ամենակարևորի սիրո մասին։ Տեսեք, մարդ ու Աստված հարաբերությունների մեջ, եթե մենք չենք խոսում սիրո մասին, նշանակում է, որ մենք ասում ենք, որ Աստված ինչ-որ մի բանի կարիք ունի, որովհետև մենք ընդհանրապես, տեսեք, մենք մեր երեխաների հետ որ շփվում ենք, մենք չենք շփվում նրա համար, որպեսզի երեխաները մեր ինչ-որ կարիքը հոգան։ Մենք շփվում ենք, որովհետև սիրում ենք մեր երեխաներին։ Այո, մեր երեխաները մեզ ուրախացնում են, լիացնում են, երջանկացնում են, բայց մենք երեխաների կարիքը ֆիզիոլոգիապես չունենք։ Մեր գոյությունը չունի երեխայի կարիք։ Իհարկե, սա որոշ բացառություններ է, որովհետև մարդու հոգեբանությունը տարբեր հորմոններ ունեն, բայց Աստված ընդհանրապես ոչ մի բանի կարիք չունի։ Աստված ոչ մի բանով ավելին չի դառնում, որովհետև ինքը ամեն ինչ է, չկա մի բան, որ դուս է Աստծուց։
Եվ եթե մենք չենք խոսում սիրո մասին, մենք նշանակում է, որ Աստծուն որևէ բան ստիպում է մարդ ստեղծել, մարդու համար խաչվել, մարդու համար չարչարվել։ Իսկ եթե կա ստիպողություն, նշանակում է մենք չենք փրկվել։ Ու այստեղ հենց ասեք մարդու համար մենք երկու ծայրահեղություն ունենք։ Մի կողմից, երբ որ մենք խոսում ենք Աստծո մասին մարդու պատկերացումից, մենք հասկանում ենք, որ այո, մարդու պատկերացումները Աստծո մասին, ինչքան էլ ինչպիսին էլ լինեն, դրանք շարունակում են մնալ մարդու պատկերացումները Աստծո մասին։ Մարդը չի կարող անթրոպոմորֆ չմտածել, մարդակերպ չմտածել, եւ այն բոլոր մարդիկ, ովքեր ծաղրում են կամ կշտամբում են այն մարդկանց, ովքեր Աստծո մասին մտածում են մարդկայինորեն, հետաքրքիր հարց կա, լավ, ինչպես մտածեն։ Այլմոլորակայինների պես, հրեշտակների պես, ումպես պիտի մտածի մարդը, եթե ինքը մարդ է։ Այսինքն բնական է, որ մարդը Աստծուն պիտի ընկալի իր հնարավորությունների սահմանում, իր մտքի սահմանում, բայց մի ուրիշ կողմ էլ կա, մի ուրիշ ծայրահեղություն էլ կա այս ամեն ինչի, այնպես ինչպես աշխարհը ճանաչում է մարդը, այդ մարդիկ փորձում են սահմանափակել Աստծուն իրենց ճանաչողության մեջ։ Այո, մենք չենք կարող Աստծո մասին մտածել ու ընկալել Աստծուն ավելին, քան մենք կանք, բայց միևնույն ժամանակ մենք պետք է ընդունենք, որ Աստված ավելին է, քան մենք կանք։ Այսինքն մենք ընդհանրապես, գիտեք, մարդու հոգևոր կյանքի փուլերից ամենաերկար տևողը Աստծուն բանտարկել ցանկանալու փուլն է։ Երբ որ մարդը ամեն ինչ անում է, վեր է հանում իր մտքի ոստիկանությունը եւ ազգային անվտանգությունը Աստծուն բանտարկելու, կապանքների մեջ դնելու համար եւ շատ կրոնական ուղղություններ, որոնց մենք աղանդներ ենք կոչում, հենց այս փնտրտուքի, այս ձերբակալության օպերացիան կատարելու արդյունքն են, որտեվ ինչ է անում, ստեղծում է որևէ կոնֆեսիա ու ասում է նայեք մենք գծել ենք այն սահմանները, որտեղ Աստված պիտի գործի։ Սրանից այն կողմ Աստված չի գործում, գրափարի մեջ չի գործում, սրա մեջ չի գործում, նրա մեջ չի գործում։ Մենք գծել ենք այս սահմանները, ստեղ պիտի գործի Աստված։ Եվ այս մեծ գայթակղություն է բոլոր մարդկանց համար, երբ որ դու փորձում ես սահմանափակել Աստծուն, որովհետև մարդը չի կարող Աստծուն ցույց տալ, թե Աստված որտեղ գործի, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Աստված երբեք ինքը իրեն չի հակասում, Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր մի օր առավոտը արթնանում են, ասենք, չգիտեմ, սուպերմարկետի մենեջեր աշխատելուց արթնանում են ու ասում են մենք մարգարեներ ենք, մենք պետք է հասկանանք, որ Սուրբ Գիրքը մեզ տալիս է այն սկզբունքները, որով Աստված ընտրում է մարդկանց, եւ նախ եւ առաջ այդ սկզբունքներից մեկը, երբ որ մարդը ինքն է ընտրում Աստծուն, դուք չեք տեսնի որևէ մեկի, որևէ մարգարե, որևէ դատավոր, որևէ առաքյալ, ով չի ապրել կրոնական կյանքով ու Աստված իրան օդից ուղակի բերել ասել է դու իմ մարգարեն ես։ Չկա նման, որևէ կերպար չկա։ Պողոս առաքյալին են մեջ բերում, ասում է որ Քրիստոսն է։ Պողոս առաքյալը փարիսեցի էր, օրենքի գիտակ, կրոնական մարդ էր եւ դրա համար հասկացավ թե ինչ է ասում իրեն Քրիստոս։ Չկա որևէ մարդ, ում Տերը ընտրում է որպես իր խոսնակ եւ այս մարդը իրեն փնտրող մարդ չէր։ Դրա համար են բոլոր մարդիկ, հիմա ժամանակակից աշխարհում ինչքան են եւ շատ վաղուց արդեն, մի վերջի 50 տարիների ընթացքում դրանից առաջ են իհարկե եղել, ինչքան են մարդիկ մարգարեներ, չէ, սուտ մարգարեներ, էքստրասենսներ եւ այլն, իբրև թե Աստված իրենց միջով խոսում է, ու իրանք ասենք, չգիտեմ, ինչ որ լրիվ ուրիշ գործունեությամբ են զբաղվել, մեկ էլ մի օր Աստված ասել է դու կգաս կխոսես, այս կանես, այն կանես։ Սա Սուրբ Գրքին հակասող պատմություններ են, տենդենսներ են եւ եղելություններ են, բայց ինչի են մարդիկ հավատում իրանց, որովհետեւ իրանք սա թույլ է տալիս մարդկանց մտածել, որ կարելի է հավատալ առանց պատասխանատվության, որովհետեւ սիրո ամենակարևոր հիմքը պատասխանատվությունն է։ Եթե ուզում ենք հասկանալ սիրում է մարդը թե չի սիրում, պետք է հասկանալ այդ մարդը պատասխանատու է թե պատասխանատու չի, որովհետև ասել սիրում եմ կարող են բոլորը, բայց տեսեք Աստծո սերը մարմնացավ, պատասխանատվություն կրեց խաչվելով մեզ համար։ Ուրեմն մարդու սերը մարդու նկատմամբ, ինչպես Հակոբոս առաքյալն է ասում, եթե մեկը ծարավ է կամ
հակոց չունի, չես կարող ասել գնա կշտացիր ու տաքացիր, հա, ես քո համար կաղոթեմ։ Այլ սա պետք է պատասխանատվություն իրենից ենթադրի։ Եվ ժամանակակից աշխարհը ու ժամանակակից մարդը, ասելով ժամանակակից ես նկատի ունեմ ընդհանրապես 21-րդ դարու մարդուն կամ 20-րդ դարի երկրորդ կեսից, հա, երկրորդ համաշխարհից սկսած, փնտրում է շատ պտուղներ, քիչ պատասխանատվություն։ Եվ եթե դուք տեսնեք բոլոր թրենդային մեդիա պրոդուկտները, դրանք այն պրոդուկտներն են, որոնք պատմում են անպատասխանատու ձեռքբերումների մասին, հա, մենակ այն, որ տարբեր հարուստ մարդկանց են ցույց տալի ու ցույց են տալի, որ իրանք շատ աղքատ էին եւ այլն, հետո հարստացան, բայց հետո պարզվում է, որ չէ, այս մարդկանց ծնողները, ասենք, Forbes-ի ցուցակներում են եղել ու շատ բնական էր, հա, իրանց այդ հարստացումը մարդկանց տալիս է ընկալում, որ կարելի է գործողությունների համար պատասխանատու չլինել։ Օրինակ, կարելի է դպրոցից դուրս գալ, չսովորել, մեկ է հարուստ հաջողակ մարդ։ Այսինքն խնդիրը որն է, որ երբ որ մենք հեռանում ենք սիրո ընկալումից կամ երբ որ մենք սերն ու պատասխանատվությունը անջատում ենք իրարից, մենք դառնում ենք մեդիա սիրո կրողներ ու փնտրողներ։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ինչպես որ Աստծո կուրք ենք մենք ստեղծում, նույնքեր ստեղծում ենք նաև սիրո կուրք, հա, մենք սերը մեկնաբանում ենք անպատասխանատվության մեջ եւ այդ սերն էլ փորձում ենք փնտրել։ Դրա համար սերը թրթիռի հետ են համեմատում, հա, չգիտեմ, փորի մեջ թիթեռների հետ են համեմատում, բայց սերը նախ եւ առաջ պատասխանատվությունն է, պատասխանատվությունն է, որ մարդուն բերում է ինքնազոհողության։ Ու դրա համար էլ մեր Տերը ասում է չկա ավելի մեծ սեր, քան որ մեկը իր անձը զոհում է հանուն մյուսի, որովհետև այսինքն այդ պատասխանատվությունն է, որ մեզ բերում է դրան։ Եթե մենք չունենք պատասխանատվություն, չենք կարող ունենալ նաև սիրո ապրում եւ չենք կարող նաև ընկալել հավատքը, այսինքն հայր մեր աղոթքը ասելուց չեն կարող հասկանալ ինչ է նշանակում հայր, որովհետև հայրը նախ եւ առաջ պատասխանատվություն է։ Եվ մի ուրիշ ծայրահեղության մեջ էլ, հա, մտնելով, երբ որ մենք ջնջում ենք բոլոր ընկալումները, բոլոր սահմանները հավատքի եւ հավատքը մեր կյանք բերելու, մենք դառնում ենք հոգեխև, հա, այսինքն մենք հավատում ենք ամեն ինչի, չենք հավատում ոչ մի բանի եւ ոչ մի ազդեցություն չունի մեր հավատը մեր կյանքում։ Այսինքն սրանք փոխկապակցված դրույթներ են, որոնք այո մարդու համար, մարդու ընկալման համար շատ բարդ ու շատ դժվար են, որովհետև մարդը մի շատ կարևոր բանի առաջ պիտի կանգնի, անկեղծ պիտի լինի իր հետ։ Եկեք խոստովանենք, որ անկախ նրանից հոգևորական ես, աշխարհական ես, երբ որ դու անկեղծ նայում ես քեզ, շատ ցավալի պատկեր ես տեսնում, շատ ցավալի։ Ես ինձ երբ որ անկեղծ նայում եմ իմ թերություններին, իմ խնդիրներին, ես հասկանում եմ, թե նարեկացին ինչ էր ողբում, հա, որովհետև չեմ պատկերացնում մի մարդ, ով նայի ինքը իրեն, անկեղծ նայի, ով չհասկանա, որ ինքը շատ թերի մեկն է, շատ թերի, եւ այդ թերությունը կարելի է լցնել միայն Հիսուս Քրիստոսով, բայց միևնույն ժամանակ չգնալ ինքնաթիացության, ինչի, որովհետև Հիսուս Քրիստոս սիրում է քեզ, ու այդ պատասխանատվությունը վերցնում է քո համար։ Շնորհակալ եմ։ Ես էլ դեմ շնորհակալ